Օբյեկտների փոխհարաբերություն։ Մենք շարունակում ենք օբյեկտների բացատրությունը իր գործելակերպով, իր վիճակով, իր անհատականությամբ նախորդ դասներ, լուրջ լավ բաներ, եւ փորձենք օբյեկտները տեսնենք ընդհանրապես ֆիզիկական առումով, կատարման առումով, մենք ասել ենք, որ ինքը runtime չափորոշիչ է։ Գրվում է, որ ենթադրենք առանձին օբյեկտին դիտարկելը գոնե բարդ ծրագրավորման տեսակետից իմաստ չունի, ավելին, եթե դուք object-oriented եք կամ օբյեկտներով եք գրում, բայց չունեք նորմալ փոխհարաբերություններ, դուք անիմաստ բարդացնում եք ծրագիրը։ Լավ կլինի object-oriented չգրել, ուղղակի գրել ֆունկցիոնալ։ Դրա համար այսօրվա դրությամբ նույնիսկ ֆունկցիոնալ ծրագրավորումները, ծրագրերը, ֆունկցիոնալ ծրագրավորման միջոցները ինչ որտեղ առանձին փոքր թեթև խնդիրներ են լուծում։ Օբյեկտի փոխհարաբերությունը շատ գեղեցիկ է դրած Բուչի գրքում, ես ուղղակի մեջ բերեմ, ինքնաթիռը եւ դետալները։ Ինքնաթիռն էլ է օբյեկտ, իր դետալներն էլ են օբյեկտ։ Հիմա, եթե առանձին ենք նայում, դիտարկում եւ ընդհանուրի մեջ չենք նայում, տեսեք, առանձին դետալները ձգտում են ընկնել երկրագնդի վրա, ոչ մի իմաստ չունեն իրանք։ Բայց երբ որ մենք փոխհարաբերում ենք ինքնաթիռի դետալները, ապա իրենք դառնում են շրջոցելի, թռչող եւ օգտակար գործանող համակարգ, այսինքն թռիչք ենք ապահովում։ Ահա ստացվեց, որ մենք թռիչք ապահովելու տեսակետից օրինակ ստացանք։ Հիմա ինչպիսի անուններ կարող ենք դնել։ Օբյեկտ, կլաս, օբյեկտային մոդել, միահատվող տեղեր ունեն, ավելին կենտրոնացում կարա լինի մեկի մոտ ավելի շատ, կարևորության աստիճան լինի որևէ ֆունկցիա կամ որևէ գործողություն կամ որևէ վարվելակերպ եւ այլն։ Մեկի մոտ ավելի քիչ։ Գոյություն է երկու տիպի փոխհարաբերություն։ Եկեք այսպես սահմանենք. կապվածություն, շատ ենք խոսել սրա մասին, լինքը դա մենք դիզայն պատերներում էլ ենք ասել, մի օբյեկտը մյուսին, որ անհանգստացնում էր, մենք մի հատ վերադառնանք մեր գծագրական աշխարհին, երբ որ ob an ենթադրենք գրում է կետ ֆունկցիա որևէ եւ մենք գտնվում ենք ենթադրենք կլաս B-ում, բարձր իր ֆունկցիոնալ ձևակերպման մեջ, նյուն ենթադրենք արդեն արված է ինչ-որ մի ձևով, երբ որ ես այս ֆունկցիայի մեջ գրում եմ new, ուրեմն a, սա C# օրինակ է, եւ համառոտ եմ գրում, ահավոր համառոտ, նյուն, սա կարևոր։ Երբ որ մենք այսպես ենք գրում, այս նյուն օբյեկտ է ստեղծում եւ այս OBA-ը, որ այս նյույի միջոցով աշխատում է, link է դառնում, այսինքն B կլասը A կլասի նկատմամբ link-ի մեջ է, եթե ինքը գրված է որևէ գործողության մեջ, եթե կոնստրուկտորում է գրված կոմպոզիցիա ագրեգացիա, եթե որևէ գործունեության ֆունկցիայի մեջ այս հատվածը արդեն գրում է OBA եւ ինչ-որ ֆունկցիա է կանչում, այսինքն B կլասը A կլասին անհանգստացնում է, անհանգիստ, ապա ստացվում է, որ մենք կատարում ենք մի գործողություն կամ մի չափորոշիչով անուն, որը կոչվի link, L-I-N-K, link, LinkedIn կա այդպիսի ցանց գործատուներ, link բառն է, linking list կա collection-ներում, link բառն է, կապի միջոց։ Շատ լավ, ես նույնիսկ C# օրինակով link-ը ցույց տվեցի, սա դրենք կապվածություն, հայերեն թարգմանությունները չի ասի միշտ հաջող, առավել եւս ծրագրավորողները ոչ միայն անգլերենից լավ են, այդ տերմինոլոգիան են սարքում աքսիոմատիկ մաս, եւ եթե դասախոսը գնում է հայկականացման, երբեմն ունի կա թերություն։ Թերությունը գիտակցել արդեն թերություն չի։ Եվ ագրեգացիա։ Ինչն է հետաքրքիր, որ ագրեգացիան մենք անվանել ենք, որ ագրեգացիան կոմպոզիցիան դա որևէ կլասի մաս է կազմում, part-of է, has, այսինքն is-ը չի, ժառանգականություն չի, part-of է, մաս է կազմում, եւ ագրեգացիայի միջոցով մենք կարող ենք իր հետ աշխատել։ Եվս մի հատ կրկնություն C# տեսակետից,
ունեմ class A եւ գրում է B object B հավասար է new B Սա կոմպոզիցիա է։ Եթե հանկարծ այս մասը չգրենք, կդառնա ագրեգացիա։ Եթե կոնստրուկտորով ենք գրում, ագրեգացիան էլի կոմպոզիցիա։ Այսինքն երյա կա, որը չեմ ուզում խառնել։ Ահա, երբ որ կլասի մեջ այսպիսի բան կա տվյալների մասում, սա ագրեգացիոն տեխնոլոգիա է։ Եվ օբյեկտներն են սիրում լինել այդպիսին, եթե իրանք տալիս են, կոմպոզիցիան երբեմն ագրեգացիայի տեղ են հասկանում։ Մանավանդ OML-ներում, model language-ներում, OOP design pattern-ներում եւ այլն։ Ահա սա մասակազմում։ Պարզ է թե ֆունկցիայի մեջ էր ինքը բացարձակ link-ա դառնում, որ մի քիչ առաջ ես նշեցի։ Շատ լավ։ Ուրեմն այդ երկուսն էլ մենք կփորձենք կատարել, անուններ կդնենք։ Ես client server շատ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում մանավանդ այն լեզվոն, որը որ ներկայացնում եմ OOP-ից առաջ կամ այս design pattern եւ analysis design-ից առաջ link-ա ստացվում, այսինքն իմ ասածը, որ եթե գրում եմ a object new a այստեղ, սա client server-ա դառնում։ Մի վարքյան, ահա։ Սա client server-ա դառնում։ Այսինքն, եթե ես այստեղ գրում եմ, այսա տեղափոխում եմ այստեղ եւ գրում եմ ասենք OB BOB հավասար է new B եւ OB կետով գրում եմ, այսա link-ա դառնում, այսինքն ստացվում է, որ ես սովորական ձևով ին աշխատում եմ։ Ինձ համար B-ն դառնում է սերվեր, այսինքն խանութ, որտեղ այցելում եք ձեզ բան տան։ Կայք, որը սերվերն է ձեզ մատակարարում։ Իսկ client դառնում է այս կլասի այս ֆունկցիան, այսինքն մենք անհանգստացնում ենք մյուսին։ Շատ լավ։ Ուրեմն մեկի անունը կդնենք server, մյուսինը client։ Կամ link կասենք։ Կարող է ֆիզիկական կամ կոնցեպտուալ կապվածության տեսակետից նայենք։ Մեկը կապվածությունը կարող է լինել կամ որպես client հաց server-ին, կամ կարող է կապ լինել հաստատում այլ օբյեկտների հետ։ Այսինքն կարա մի քիչ պարզ լինի, կարա մի քիչ բարդ լինի։ Օբյեկտը մակսնակցելով կապին կարող ունենալ 3 դեր։ 3 դեր է նշված Բուչի գրքում, ես փորձում եմ արտապատկերել գրականությունը, չի ասի տերմիններին միշտ եմ համաձայն եւ այս տերմինները մեզ համար մեծ դեր չեն խաղում։ Կապվածությունը կարա լինի երկու ձևով, օբյեկտները հասարակ ձևով, կա pair-to-pair եւ այլն, եւ կարող է լինել ավելի սերվերի միջոցով։ Օբյեկտը օբյեկտին դիմելուց կլինի, այլ օբյեկտներին կլինի ավելի պարզ ձև, եւ պարզա սերվերին դիմելուց շատ ավելի հետաքրքիր եւ բարդ։ Հսկող controller անունը այդպես է։ Ուրեմն օբյեկտը ինչպես կարող է կազմել։ Այլ օբյեկտներ, սակայն նրան չեն կարող փոխազդել։ Ուրեմն ես կարող է ազդել, օգտվել, բայց փոխազդել, այսինքն փոփոխել չենք կարող։ Մի օբյեկտը չի կարողանում փոփոխել։ Server օբյեկտը կարող է ենթարկվել, ուրեմն ինքը այս հսկողին փոփոխել դու չես կարող։ Ինչ է ստացվում, օբյեկտը կարող է ազդել այլ օբյեկտի վրա, սակայն նրան չենք կարող փոխազդել։ Այսինքն նրան հակառակը չենք կարող, տենց վեստենք։ Controller-ը ստացվում։ Server օբյեկտը կարող է ենթարկվել ազդեցության, սակայն նա չի փոխազդում մյուսներին։ Ուրեմն սերվերը այդպես էլ կա, մենք ազդում ենք կամ փոխազդում ենք ձեզ վրա, դուք մեզ ոչինչ չեք տալիս։ Ահա դա սերվեր դարձավ։ Ուրեմն controller-ը ամեն դեպքում ազդել օբյեկտի վրա, բայց նրան փոփոխել դուք կարող եք այդ օբյեկտի վրա ազդել, տեսնել, բայց փոխազդել հակառակը չի լինում։ Ինչևիցե ընդհանրապես սերվերը անկախ է ստացվում, հսկող controller-ա գալիս սերվեր եւ ագենտ, այդ երկուսը միասին։ Այսինքն ստացվում է, որ մեկը կարող էր ազդել, մյուսը չի ազդում, սերվերը չի կարողում ազդել, մենք ազդում ենք obvious օբյեկտների վրա երկու տեսակ, մյուսը չի ազդում, proxy-ն, այդպիսի pattern կա, proxy pattern, նա ունի ակտիվ եւ пассив դեր, եւ ագենտ է կոչվում, երկու դերակատարումը միասին է։
Շատ լավ։ Եթե հանկարծ օբյեկտները գտնվում են փոխհարաբերության մեջ, սերվեր, կլիենտ, պրոքսի եւ այլն, այսինքն մենք ստեղ ագենտ ենք ասում արհեստական բանականության ժամանակ շատ մեծ տեղագրավում։ Այսինքն կոնտրոլեր, սերվեր եւ ագենտ, իսկ առատական բանականության ամենաշատ երկար խնդիրներ լուծելուց ագենտը, կարճ ասած, ավելի ճկուն է, ավելի ռոբոտներ ագենտային են տեխնոլոգիան։ Դրա համար ագենտ բառը պրոքսի կողք թողնենք, ավելի շատ ագենտի վրա մենք փորձենք աշխատել։ Օբյեկտը մասնակցելով կապվածություն սինխրոնիզացիայի կարիք ունի։ Հիմա տեսնենք ինչ է սինխրոնիզացիա։ Նույն սինխրոնիզացիա կա, թե օբյեկտը հերթականությամբ մյուսներին դիմում է, բայց դա չի խնդիրը։ Միանգամից խնդիրը առաջանում է, երբ որ ես զուգահեռություն եմ ապահովում։ Այսինքն օբյեկտները գտնվում են զուգահեռության մեջ, օբյեկտները զուգահեռ ծրագրավորման ժամանակ սինխրոնիզացիայի մեծ հնարավորություն կամ ցանկություն ունեն։ Ինչևից է, մենք զուգահեռ ծրագրավորման տեսակետից եթե նայում ենք, ապա կոնֆլիկտ է լինում եւ մենք գիտենք ինչ է սինխրոնիզացիա։ Նույն ռեսուրսին դիմելու կոնֆլիկտային վիճակ։ Եկեք երեք տեսակ ասենք, այսինքն օբյեկտների փոխազդեցության ժամանակ ժամանակակից ծրագրավորումը ասում է, որ բացի հասարակ ագենտություն, սերվերություն կամ կոնտրոլերություն, լավ է, MVC-ին model view controller, այս կոնտրոլերը հենց այնտեղից կարելի է վերցնել, օբյեկտները ինչպես են կապվում, դիզայն պատերնում ASP.NET-ում MVC պատերն կա, այդպես նայենք։ Հիմա երեք տեսակ նշենք հաջորդական, զգույշ եւ կոնկուրենցիայով։ Զուգահեռ ծրագրավորման գլխավոր իմաստներից մեկը կոնկուրենցիայով ապահովելն է, այսինքն երբ որ դուք ռեսուրսին զուգահեռություն եք ապահովում, առավել եւս կոնկուրենցիայով։ Հաջորդականը ոչ մի խնդիր։ Կա մի ակտիվ օբյեկտ, սինխրոնիզացնում եք, ուղղակի իրար հերթով կանչում եք։ Այսինքն պասիվ օբյեկտներին կանչելու sequential-ը կոչվում, հաջորդական իրար հետևից կանչում եք, սա էլ է սինխրոնիզացիա։ Զուգահեռությունը այդտեղ հաստատ չկա։ Ուղղակի իրար հետևից կատարվում է։ Զգուշի դեպքում ուղղակի սահմանումներ են, չի ասի, այտենց մեծ բան է այստեղ կատարվում։ Սովորական սահմանումներ, սահմանումների վրա մենք փորձում ենք ամփոփել մեր գիտելիքը։ Եթե ստացվում է, եթե չէ, ապա չէ։ Զգուշը, եթե արկա են մի քանի ակտիվ օբյեկտներ, եւ այդ դեպքում ակտիվ օբյեկտները պայմանավոր են միմյանց հետ օգտագործել կարճ ասած возможно исключение, այսինքն միմյանց բացառումը։ Իրանք պայմանավորվում են, եթե ես գալու եմ այսինչ տունը, դու մի արի։ Ոչ թե մարդ ենք նշանակում, օրենքով մեզ արգելում է պահակ է դնում։ Այ օրենքով արգելել պահակը, օրինակ C#-ում զուգահեռ ծրագրավորման ժամանակ C#.NET-ում մուտեքսներով է արվում, լոքով է անում, ասենք սեմաֆորներով է արվում, այսինքն մենք ինտերլակետներով է արվում, այսինքն այնտեղ օրենքի ուժով է կնում։ Պահակ է դնում, արգելում է բլոկ է դնում, մուտեքս բլոկ, վերջ։ Այստեղ ուրեմն զգուշը պայմանավորվում են երկու օբյեկտներ, այսինքն եթե նույնիսկ դու խցկվես, դու կարող ես այդ վատ բանը անես, բայց ցանկալի չի։ Ինչևից է։ Այդպիսի սահմանում կա։ Անգլերեն կա, դրա համար եմ գրել։ Guarded է կոչում, զգուշ ու թարգմանությունը կարող է հաջող չլինի։ Եվ վերջապես կարևորը։ Այսպեսով երկու օբյեկտներ, բազում օբյեկտներ հարաբերության մեջ գտնվելով փոխհարաբերությունը պարտադիր է link կլինի, ագրեգացիա հիմա այս մի քիչ հետո կասենք, սա link-ի մաս է։ Ուրեմն կոնկուրենցիայի դեպքում հենց այդ մուտեքսները, որ մենք անցել ենք զուգահեռ ծրագրավորման ժամանակ, լոկ են կարել մենք, սերվեր են կանգնել, ավելի շուտ օրենսդիր ենք դարձել արգելման process-ում, մինչև ծրագրի այդ հատվածը արգելված է, երբևիցե փականա դրած կամ ոստիկանա դրած, եթե կոպիտ բառերով ասենք, միմյանց բացառում են։ Ուրեմն վերջ, այսինքն օբյեկտի կապվածությունը link տեսակետից նույնիսկ զուգահեռ ծրագրավորման ժամանակ ինքը link է համարվում, որը որ եթե դուք տիրապետում եք, ուրեմն մեծ գործիք եք տիրապետում, որտեղ զուգահեռ ծրագրավորում առանց սինխրոնիզացիայի trade class-ներ, եթե C# եք նայում, կարևորագույն կարծրած տեղագրավում, թեկուզ կա այնտեղ նաև asynchron wait եւ այլն, ձեր փոխարեն ծրագիրը թույլ է տալիս աշխատել։ Ինչևից, ինչ ագրեգացիա։ Ագրեգացիա նախորդ դասերին ասել ենք, շատ են կրկնել,
հենց մի քիչ առաջ էլ ես փորձեցի դրա մասին խոսել, որ սա ագրեգացիա դառնում այս մասով, այս հենց շեշտեմ, այս մասով ինքը ագրեգացիա դառնում, եթե ինքը գտնվում է հղման մեջ։ Ագրեգացիա կոմպոզիցիա եթե նյու առաջանում եւ կոնստրուկտորով։ Ինչևից է, տեխնիկապես մենք ավտոմեքենայի մեջ ունենալով Sony player մենք ագրեգացիա ենք կատարում։ Կոմպոզիցիայով թե առանց կոմպոզիցիա դա մի այլ խնդիր է։ Ինչևից ագրեգացիան, երբ լինքը կապվածություն ապահովում է pair to pair, այսինքն ագրեգացիան ունակ վեկտորներ է թույլ տալի, collection-ներ է թույլ տալիս, կապվածությունը object.f, object new f եւ այլ, այսինքն pair to pair է գնում։ Պարզ է, եթե collection ունեք, եթե դուք ծրագրավորման այդ էլեմենտն եք օգտագործում, ապա դուք կարող եք նաև pair to pair-ից անցնել pair to many, տենց կապվածություն կա։ Ահա ագրեգացիան pair to pair-ից անցնում է մի այլ աշխարհ, մի որևէ ագրեգատ կամ այսպես ասած ընդհանուր հետ կապված, ագրեգացիան ինչ է պահում, մենք անցել ենք object-oriented տեսակետի ժառանգականություն, կոմպոզիցիա անցել ենք, կամ դրա մասին գոնե խոսացել ենք կլասներում, ստացվում է, որ ագրեգացիան դա ամբողջի ընդհանուրի եւ մասի հարաբերությունն է, այսինքն ես փորձում եմ client server տեսակետից մի կլասը, կարճ ասած, դաշտ է հանդիսանում մյուս դաշտի կլասի համար, նրա մասը արդեն կազմում։ Իմ մեքենայի մեջ, ձեր մեքենայի մեջ player ունեք, մաս կազմեց, դա ձեր մեքենայինն է։ Բայց նա մեքենաշինության հետ բացարձակ կապ չունի, որ իր հերթին բերում է հիերարխիկ ենթակայության, եթե ագրեգացիոն կապ է լինում։ Ուրեմն, եթե հանկարծ դուք օբյեկտ եք ստեղծում եւ link չեք անում, այլ մտնում եք client server հարաբերության մեջ, ագրեգացիոն եք աշխատում, ապա պետք է հիշել, որ նա էլ կարող ագրեգացիա ունենա, նա էլ կարող ագրեգացիա ունենա, մյուսն էլ։ Էլ չեմ ասում ժառանգականությունը, որը որ ագրեգացիան ընդհանրապես այլ կլասից օգտվելու ուղղություն է, ընդհանրապես գուցե եւ ագրեգատ են համարում բոլորը միասին։ Հիերարխիկ ենթակայություն։ Ինչ է բարդ օբյեկտները OOP տեսակետից ընկալելու կամ լուծելի դարձնելու համար մենք ասել ենք, որ բավարար բարդ պետք է լինի, բայց ոչ շատ բարդ։ 5 կետերից առաջինն էր, եթե հիերարխիկ կապ կա, ագրեգացիան թույլ է տալիս, այսինքն ագրեգացիան նաև թույլ է տալիս այդ հիերարխիկությունը կատարել, այսինքն ենթարկվող մեկը մյուսին ընդգրկել, կոդը չկրկնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուրեմն ընդհանուրից, եթե գալիս է, կարող եք դեպի մասնագիրել բազային հղումի միջոցով։ Կարող ենք դա կատարել։ Ուրեմն ագրեգացիա տեխնոլոգիան, կոմպոզիցիա, ագրեգացիա եւ մեր իմացած ժառանգականության տեխնոլոգիայով մենք վերցնում ենք այլ օբյեկտից որևէ բան եւ դրա ընդհանուր անունը կլասների օբյեկտների փոխհարաբերությունը, քանի որ runtime-ը ինքը ժառանգականություն բառը այդքան չի սիրում, որքան ինքը սիրում է link եւ բոլորը միասին ագրեգացիա, այսինքն բոլորը միասին ավելի բարդ հիերարխիկ ձևով կապվածության մեջ է դնում։ Ահա ստացվեց, որ բազային հղումով նույնիսկ դուք կարող եք գործողություն կատարել, դա մեզ մոտ ասենք ISO էր կոչվում, ժառանգականության տեխնոլոգիա, ինքը ինչ պատճառով օբյեկտի տեսակետից, իր կատեգորիալ տեսակետից, բացատրական տեսակետից ագրեգացիա, այսինքն ագրեգացիան համարվում է object-oriented analysis դիզայնում գաղափարախոսություն կարա լինի կոմպոզիցիա, հենց ինքը հղում ագրեգացիա, link չի հաստատ ժառանգականության կամ ISO-ի հետ կապված։ Ընտրություն կատարել, տեսեք, կոմպրոմիսային խնդիր է, link, այսինքն մտնել ֆունկցիա, խնդրեմ, link անել, այս ֆունկցիան մտնել այստեղ link անել, այս մասը, եւ աշխատել, ոչ մի խնդիր, բայց դուք կոդի կրկնություն եւ այլն, դուք երբեք չեք կարող շահել դրա։ Ագրեգացիան ընտրում է, երբ անհրաժեշտ է թաքցնել որոշ մասեր արտաքին կլիենտներից, այ վերջապես։ Եթե դուք object-oriented design pattern եք տիրապետում, առավել եւս design pattern-ներում արտաքին մաս կա, ինտերֆեյս է կոչվում, բայց ոչ abstraction ինտերֆեյս, այլ հենց փոփոխելի մաս եւ անփոփոխ մաս, ապա
ընտրում է թաքցրել որոշ մասեր։ Լինքի դեպքում, եթե դուք թաքցնելու բան չունեք, ծրագրային ընդհանուր կլասների հարաբերությունը, այս կլասների հարաբերությունը, եթե հիմա այստեղ նշում եմ, տեսեք, կլասների մի քիչ առաջ եմ նշել, մի քիչ ասեք, այստեղ կա կլաս C, կլաս A, կլաս B, այստեղ ինչ որ միտեղ դրված է։ Այս կլասների հարաբերությունը, եթե դուք նայում եք, որ ուրեմն պետք է այս կլասները հարաբերվելուց միմյանց հետ փոխազդեցության ժամանակ ունենան հակելու, բացելու, չփոփոխվելու, հեշտ փոփոխվելու, ահա այս կոմպլեքս խնդիրը, որը որ ես հիմա կներկայացնեմ այս գեղեցիկ գույնով, այս կոմպլեքս խնդիրը, որը ձեզ ես տալիս եմ, այս կոմպլեքս խնդիրը լուծելուց, եթե դուք ունեք թաքցնելու եւ բաց թողնելու այլ համակարգերի հետ կապվածություն, որը որ այլ օբյեկտների հետ լավ է, ապա ագրեգացիոն տեխնոլոգիա ընտրեք եւ տենց էլ գնում է։ Լինքը դա շատ ավելի պարզ խնդիրների համար է եւ անհրաժեշտ օբյեկտների մեջ է ավելի ազատ փոխհարաբերություն առանց որևէ պարտականությունների տեխնոլոգիայի։